ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով, բայց նա հիմա Ռուսաստանում է, ինչ եք կարծում կվերադառնա։ Չգիտեմ Ազիզ ջան, բայց արդարություն չկա։ Մեռած ամեն ինչ։ Դեռ ոչ։ Ինչու եք այդպես կարծում։ Իշխանություն փոխվի կվերադառնա։ Բայց Մասիսի համայնքապետն է նա, ով ներկայում է։ Կապ չկա։ Իրան չեմ ճանաչում, չգիտեմ։ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ Չեմ հետևում, այդ բաներին չեմ հետևում։ Բայց ինչ եք կարծում կվերադառնա այս դատավճռից հետո։ Իրա գործն է։ Չէ, որ մի դատապարտյալն է վերադառնում։ Բայց ներկայումս նա Մասիսի համայնքապետն է նաև։ Հասկանում եմ, աշան, նրանք գիտեն իրանց գլխի եկած, դրա համար շուտ էլ փախել են։ Նա լքել են Հայաստանը։ Էլ վերադարձ չլինի ստերևույթին արժի։ Չեմ ճանաչում ոչ իրան, ոչ իրագործեն, այնց որ ոչինչ չեմ կարող ասել կներել։ Չգիտեմ, ես ընդհանրապես չեմ զբաղվում տենց հարցերով, ներողություն։ Նա չեմ կարող ասել, բայց այնքան նոր վարչապետեր կունենանք, որ լավ տաղանդավոր տղաներ կան։ Ինքը ներկայումս Մասիսի համայնքապետն է։ Ինչպես Ներկայումս Մասիսի համայնքապետն է Դավիթ Համբարձումյանը։ դե մասսից ես ինչ իմանամ, ախր այնտեղ բան կլինի, ժողով կլինի, ժողովուրդը քաղաքի կորոշի մի խելոք մարդու։ Փաստորեն այդ առաջվա բեսպրեդելը չէ, հիմի բավականին լավ երիտասարդներ, աղջիկներ են առաջ գալիս։ Հա։ Ամիշ լավ է լինելու։ Ապագա։ Բայց ինչ եք կարծում Ռուսաստանից կվերադառնա հիմա այստեղ։ Այմած Ռուսաստանում դրանք ճախված հայեր են մեծ մասը, ինչ պետք է, եթե փախչել է, ինչ պետք է։ Աշխատանքային այցով է այնտեղ։ Հա, այդ չգիտեմ։ Չեմ կարող պատասխանել։ Ներկայումս նաև Մասիսի համայնքապետն է եւ աշխատանքային այցով է Ռուսաստանում։ Ես թվում է թե վերադառնա։ Ինչու եք այդպես Չգիտեմ, բայց իմ ոչ է տպավորությունն է, որովհետև դեռևս առաջացանի վճիռը վերջնական չէ, էլի։ Կարող է բողոքարկի վերաքնիչ դատարան եւ մինչեւ վերջ։ Ու դժվարանում եմ ասել կներեք։ Չեմ կարող։ տարի է։ Այդ կողմից Նիկոլ Փաշինյանը իրոք արժե նրա աշխատել է, որ ես 6 տարի է, չէ, 6 տարի այդ մասը իր կյանքը ներդրել է հանուն Հայաստանի բարգավաճման համար։ Ինչով է բարգավաճել Հայաստանը 7 Ինչով։ տարիներին։ Այս նույն աշխատանքը, որ ես տեսնում եմ քաղաքում, կամ ռայոններում, կամ գյուղերում, շատ մեծ նշանակություն ունի։ Անգամ այցելում եք բոլոր գյուղերը, հա։ Ինչ անում են, իրա կարգադրության են անում։ Դրա համար, ով որ կա, սրանից լավ չի աշխատել։ Երևակայել չի աշխատել։ Ով որ կա, նա ատորը իր հետ բերում է։ Բայց եսի սկզբից ասել է, կաշարկը նոլի վրա է, ու ադենտել նոլի վրա աշխատում է, նոլի վրա աշխատում։ Կա կոռուպցիա։ Հիմա ես գոյ շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Շնորհակալություն եմ հայտնում եւ ցեզ եւ իրենը։ Հիմա Հայաստանում օրենք չկա։ Ես 6 տարի է, 8 տարի է թիմում եմ Հայաստանի Հանրապետության 15 ղեկավարությանը, բայց ոչ մեկից չեմ տեսնում հնարավորություն ինձ օգնելու։ Ես Հրազդանի ռայոնի մարդ եմ, հիմի այսքանը քրե նկարել, այսքանը փաստաթուղթ է, որը այս 6 տարվա մեջ հավաքվել է, հիմա ես գնում եմ Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակը բողոք հանուն Սիմոն Բաբայանի վրա, որ իր աշխատողին չի կարում կարգի բերել։ Եվ ինքն էլ են գնում նրա աշխատողի ազդեցության տակ, ապրում են իրանց ատորը պաշտպանելու եւ իրանց տնտեսությունը պաշտպանելու համար։ Ուրիշ ոչ մի բան։ Նիկոլ Փաշինյանի ես 5 անգամ թիմում եմ կրել, ուղարկել է Հրազդան։ Հրազդանը տեղ չի կայնում այդ թիմում, տեղ չի, ձեղտում են։ Վերջին անգամը ուղղակի
հայյանք ելքերը ստացողին։ Իմ նամակը որ ուղարկել են դե հայյանք ելքերը ասել որ այս մարդիկ որ ինչի մարեց ուշացում։ Հիմա նենակ Նիկոլ Փաշինյանը եթե վերադառնա, նա կվերադառնա եւ պետք է աշխատի օրենքով հանդրություն անելու ժողովուրդը պետք է կանգնի ժողովուրդն է խոսողը